սիրուն է, շատ սիրուն է։ Մենք հասանք Գուսանագյուղ։ Դուք իրավացի եք, գյուղի անունը կապված է Գուսանի հետ, շիրակցի Նախշիկար Սարգիս, ում անունով էլ 1977 թվականին գյուղը կոչել են Գուսանագյուղ։ Ուրեմն 1830-ական թվականներին արևմտյան Հայաստանից շատ մազապուրց եղած հայեր վերաբնակեցվել են հենց այս գյուղում, տուն են կառուցել, ընտանիք են կազմել եւ փորձել են ամեն ինչ սկսել նոր էջից։ Դրա համար երբ մտնում էինք գյուղ, մի տեսակ ջերմություն զգացի, արև զգացի, պայծառություն զգացի, լուսավոր է ամեն ինչ ու հոգեհարազատ։ Այս բերդն էլ 10-ից 12-րդ դարեր է թվագրվում ու տարբեր ժամանակահատվածներում տարբեր անվանումներ է ունեցել։ Գուսանագյուղի բերդ ամրոց, Իշխանաբերդ, Սև ամրոց, տարբեր գրականություններում տարբեր անուններ կհանդիպեք։ Ինձ ավելի հոգեհարազատ է Իշխանաբերդը։ Մեր իշխանները միշտ բերդերը կառուցել են ինչ-որ բարձունքի վրա, ինչ-որ բլրի վրա, գիտեք չէ ինչի համար, որպեսզի ուշադրությամբ հետևեն շրջակայքում ինչա կատարվում ու կատարվում է արդյոք թե ոչ։ Իսկ այս տարածքում ինձնից լավ գիտեք, այնքան պղտոր ջրեր են հոսել, այնքանից շատ։ Ինֆորմացիոն ստենդի առկայությունը ինձ միշտ գոհացնում է, մանավանդ երբ այն եռալեզու է, հայերեն տարբերակով կամ։ Այստեղ ինչն է հետաքրքիր, ուրեմն ավերակ բերդի տեղում եղել է բավականին ընդարձակ մի ամրոց, կիկլոպյան մեծ որցաքարերով, անշաղախ շարված հսկա պատերով։ Հետագայում կառույցի վերին պատերը շարվել են սև, կիսատաշ տուֆաքարերով ու կրաշաղախով։ Բայց այս գույները ինչ աստվածային են։ Լուրջ եմ ասում, օրանժը մանուշակագույնի հետ, չգիտեմ, տեսի թե իմ աչքերն ա տենց, այս արևից, մանուշակագույն է, թե այս ծաղիկների գույնն է, չգիտեմ մի խոսքով, հեքիաթը սկսվում է քիչ-քիչ։ Թեև բերդը կիսաքանդ, կիսավեր վիճակում է, բայց այս քարերը լուռ վկաներն են պատմության։ Գիտեք ինչ տիպի պատմության։ Լինում են, չէ, տենց պատմություններ, որ մի տեսակ վստահություն են ներշնչում, որովհետև այդ պատմության երակներում ազնվարյունություն է հոսում, ոնց են ասում, երկնագույն արյուն։ Այդ տեսակ վեհ ու խրոխտ պատմություններ ու մի տեսակ բամբ ձայնով ձեզ կշշնջան այս լուր վկաները, քարերը, որոնք իմիջայելուց բերվել են տարածքից, այսինքն այս քարերը տարածաշրջանի հարստությունն է։ Փաստորեն Իշխանաբերդը հանդիսացել է Հայաստանի մայրաքաղաք անի պաշտպանական համակարգի կարևոր հենակետերից մեկը եւ հսկել է դեպի Թիֆլիս տանող միջազգային առևտրական ճանապարհը։ Դուք հասկանում եք, չէ, հիմա Face Control-ը ոչ միայն ներկայացնում է ձեզ այս ծանրակշիռ պատմությունը, այլ նաև տեսանկարահանում է, մենք փաստագրում ենք հայոց պատմությունը։ Մի տեսակ մանթով վիճակը մոտես, որովհետև մարմինս ծանրացել է ոտքերիս վրա, ինչու, հասկանում եմ, որ դարեր առաջ այս մուտքով դղյակ մտել են թագավորներ, ու հիմա մենք ենք ընդօրինակում իրանց շարժու ձևով։ Հիացմունք առաջացնող երկնակեր պատեր։ Ինչի եմ ասում երկնակեր, որովհետև դղյակը եռահարկ է եղել։ Երևում են հետքերը, երկրորդ հարկի առաստաղն է եղել ու վերնահատվածում արդեն երրորդ հարկն է առաջ եկել։ Այնտեղ տեսնում եք մի փոքրիկ հատված։ Դա որքան է շարունակվել, միայն Աստված գիտի։ Այս պատուհաններից կարող եք համոզվել խոսքերիս իսկության մեջ, այս ընդհանուր մեծ սրահից բարձրացել են երկրորդ հարկ։ Երևում են կիկլոպյան շարվածքները, ինչը ծառայել է որպես ամուր ֆունդամենտ։
Մուտքից անմիջապես բացվում են երկու բրգաձև աշտարակներ, որտեղ իրենց ծառայությունն էին իրականացնում դետերը։ Ինչ է նշանակում դետ? Դետ նշանակում է դիտ աշտարակում ծառայություն կատարող զինվորական, ովքեր զոր ու գիշեր հսկել են տարածքը, ինչ որ բան էլ որ եղել է, միանգամից զեկուցել են թագավորներին։ Այսի գժական տեսարաններ են բացվում։ Վայ։ Շատ տուր օպերատորներ ճանապարհորդական երթուղին գծում են եկեղեցախեղ տանելով տուրիստներին։ Պետք չի ներառեք նաև ռազմական, ստրատեգիական, պատմական նշանակություն ունեցող այս բերդաքաղաքները եւ ամրոցները ու դղյակները ու թագավորանիստները, որովհետեւ մենք որքան աստվածավախ ժողովուրդ ենք, այնքան էլ մարտնչող ժողովուրդ ենք։ Չմոռանաք այցելել այս հին բերդը, որովհետև այստեղ յուրաքանչյուր քար պատմելու է ձեզ մեր պատմությունը, իմ ու քո պատմությունը։ Այստեղ մեր նախնիները պահել ու պաշտպանել են այս դաշտավայրը։ Դրա համար ընձեռված հնարավորությունը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնել հնեաբաններին, հնագետներին, պատմաբաններին, ինչի համար, որ նրանք իրենց դժվարին աշխատանքով կարողանում են պատմությունը ներկայացնել մեզ։ Այդ պատմությունը չի սպանվում, այդ պատմությունը հետո նկարահանվում ու ցուցադրվում է ձեզ։ Եթե ոչ դասագրքերով, ապա կադրերով կարող եք ծանոթանալ։ Գնացինք։ Մեր հեռուստաճամփորդությունը շարունակվում է, մեր բարևներն ու ողջույնները բոլոր նրանց, ովքեր մեզ հետ էին եւ նրանց, ովքեր նոր են թերթել հեռուստաալիքները, հարմար հեռուստածրագիր են գտել ու միացել են մեզ։ Բարի ողջույն։ Շիրակի մարզն ենք շարունակում բացահայտել ձեզ համար սիրելի տուրիստ ու հեռուստադիտող։ Եկանք Հառիճ գյուղ, որպես բնակավայր պատմության մեջ դեռ հիշատակվում է 5-րդ դարից։ Այնպես որ եթե խոսում ենք Հառիճ ավանքից, պետք է հասկանանք, որ մենք խոսում ենք Հայաստանի միջնադարի ժամանակահատվածի ամենաարժեքավոր նմուշներից մեկի մասին։ Բոլորդ էլ եկել եք, բոլորդ էլ մտել եք եկեղեցի, ես Էվրիկա չեմ բացահայտելու, բայց կարծում եմ, որ քչերը գիտեն Հառիճ ավանքը ծառայել է նաև որպես կրթօջախ։ Ոնց ես Վլադիմիր ջան։ Դու ավակ դասարանում ես սովորում։ Այո, արդեն 3 տարի սովորում եմ այստեղ։ Այս ինչ սրահ է։ Այստեղ առավոտյան երբ բարձրանում ենք դասեր անցկացնելու, նախնական դասեր սկսելուց առաջ կատարում ենք աղոթք իրականացվում է այստեղ։ Ես ինչպես հասկացա, ամեն գործողություն անելուց առաջ պետք է աղոթել։ Հաց ուտելուց, քնելուց, դասերը սովորելուց։
Այո, քանի որ մենք հենց ապրում ենք հոգևոր միջավայրում, ամեն ինչ ուղեկցվում է աղոթքով, առավոտյան աղոթքը, հենց ժամերգությունը եւ ճաշից առաջ, եւ դասերից առաջ, եւ անգամ քնելուց առաջ աղոթքը պարտադիր է։ Վլադիմիր, իսկ երբևէ չի ձգել աշխարհիկ կյանքը։ Աշխարհիկ կյանքը միշտ ձգում է, բայց ինչպես ասում են, հոգին միշտ ձգտում է երկնայինին, այսպես ասած։ Փաստորեն ստացվում է, որ ես մեղսագործ եմ, հա։ Չէ, бид բոլորս ենք մեղսագործ, քանի որ մեղքը անբաժին մասն են կազմում, բայց դե մենք ձգտում ենք, որ միշտ հեռու մնանք մեղքերից, եթե գործում ենք էլ հասնենք ապաշխարությանը, մեր մեղքերը քավենք, ստանանք թողություն։ Խորապես պետք է ուսումնասիրես։ Վլադիմիր, իսկ ո՞նց է գիշերօթիկի պես, մնում եք այստեղ, սնվում եք այստեղ։ Գիշերօթիկը հենց ինքը հասկացին է, որը բնորոշ է ջերմանին, քանի որ ամեն բան առավոտյան արտանալից մինչև 2 գիշեր դնջելը կատարվում է ջերմանի մասնաշենքում։ Մենք հիմա գտնվում ենք ուսումնական մասնաշենքում, իսկ ներքևում ննջարանային մասնաշենքն է։ Լաբորատորիա, կարելի է։ Այո, իհարկե։ Ես բացառիկությունը ինձ սպանում է։ Չնայած լավ է, ավելի շատ ինֆորմացիա կունենա մեր հեռուստադիտողը, ինչպես նաև տուրիստը, ով գալիս է Հառիճավանք։ Իսկ ով է դասավանդում, հոգևորականներն են դասավանդում այս առարկաները, թե ուրեմն դպրոցների դասատուներ կամ գիտությունների տեխնացի կոչում ունեցող անձինք գոյություն ունեն առարկաներ, ինչպես օրինակ սորֆեջում կամ աստվածաշնչը նույնիսկ սուրբ գիրքը, հոգևորականները։ Որպես կամավորներ են գալիս տեղ դասավանդելու վոլոնտյորներ, թե ոչ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողմից հովանավորվող բարձր կոչում ունեցող ուսուցիչներ կամ դասախոսներ։ Ֆանտաստիկա։ Այսինքն կրթությունը բարձր մակարդակի է, անգամ տեսչության կողմից հետևողական են, որպեսզի ուսումը միշտ առաջին տեղում լինի։ Փաստորեն այստեղ մի քանի տարի սովորել է նաև Ավետիք Իսահակյանը։ Ոչ միայն այստեղ ապրել է նաև Երգան Կոմիտասը, ինչպես նաև մեծ աստվածական, հենց Հառիչ գյուղից ծննդող Երվանդ Տերմինասյանը։ Կոմիտասը այստեղ ապրել է։ Այո, քանի որ Կոմիտասը որ ժամանակ եղել է հիվանդ, նրան խորհուրդ են տվել գալ այսպեսի մաքուր օդ ունեցող տեղանք, եւ հենց Կոմիտասը նախընտրել է Հառիչ գյուղը։ Միջնադարյան ոճով կահավորված գրադարան։ Արի Վլադիմիր, արի։ Այբենական կարգով էլ դասագրքերն են, հա։ Այս ինչ գրականություններ են հիմնականում։ Հիմնականում կան բոլոր ժանրերի գրականություն, ինչպես նաև ունեն օտար գրականություն, արտասահմանյան։ Այո։ Հայկական դրամատուրգիա ոնց հասկացա նույնպես կա, հա։ Այո։ Ահա։ Դավը նաև այն է, որ հայ սուփը շատ հաճախ տեղ տալու մեր խնդրանքներին, բերում է մեր ցանկացած գրականությունը, այսպես մեկ նոր ստացված գրքերը։ Մենք ոչ մի գրքի պակաս այսպես ասած չունենք։ Հետ չեք մնում 21-րդ դարից։ Վլադիմիր, իսկ հոգևոր գրականություն։ Հոգևոր գրականություն նույնպես կա, դա ամենակարևորն է։ Որ հատվածում է։ Եկեք առաջանանք ուզում եք։ Այս դարբն ու գործը աստվածային է։ Չէ, իսկականից ստացել եք այդ միջնադարյան շունչը, զգացվում է գրադարանից, այս գրապահոցներից, գրականությունից առհասարակին դուր է գալիս շատ։ Ուրեմն այստեղ ունենք բազմաթիվ հոգևոր գրքեր, այդ թվում նաև եկեղեցության համար նախադեсված շարականների գրքեր, սփերի վարքը ներկայացնող գեղեցիկ գրքեր, Տոնացույց։ Այո, Մաղաքյա arczepiskopos Օրմանյանի ազգապատումը, երրահատոր համապատումը, ունենք նաև տաթևացուց գրքեր։ Որքան ժամանակ եք անցկացնում գրադարանում։ Օրվա ընթացքում շատ ենք դինում գրադարանում, կապված եւ դասերի եւ այնպես ազատընթերցողության համար։ Գիտես ոնց իմ կարծիքով մենք աշխարհիկ կյանքով ապրող մարդիկ շատ ենք հեռացել այս գրականությունից, թղթի հոտը մոռացել ենք, անցել ենք ավելի ինտերնետային գրականության, բայց դուք պահպանողներն եք այս ամենի։ Կեցեք, շնորհակալություն։ Խոսքդ էլի միջայլոց շատ այնց գրական, գեղարվեստական, գեղեցիկ, կիրթ, մաքուր, կեցես, ապրես։ Ինքն շնորհակալ։ Էս էլ պատշգամբը աշակերտները մեծ դասամիջոցներին եւ ոչ միայն դուրս են գալիս այստեղ ու վայելում են այս անծայրածիր խորությունը։ Այնքան գեղեցիկ է։ Հիմա պետք է մտածենք նաև մեր գիշերակացի մասին։ Ես առաջարկում եմ թողնել Հառիճի ձորը
այս գեղեցկությունն ու բնապատկերները ու վերադառնալ Գյումրի։ Էթնո հյուրանոցը մեզ է սպասում, մենք նախապես ամրագրել ենք սենյակներ։ Հարիչ գյուղից Գյումրի մոտավորապես մեքենայով 27-30 րոպե։ Հիմա մեր ընտրության մասին։ Էթնո հյուրանոց, ինքնին բառը էթնո արդեն հուշում է, ձևավորումը, դիզայնը պետք է լինի ազգայինի մեջ, պետք է լինի մշակութայինի մեջ, այնց որ եկեք ստուգենք։ Շատ չզարմանաք, բազմաբնակարանային շենքի երկրորդ հարկում են գտնվում։ Առանց չափազանցնելու 1920 թվականի շենքը, թվում է թե ամեն ինչ պետք է հին լինի, հատակը պետք է ճռճռա, պատերի վրա պետք է կնճիռներ լինեն, բայց չէ, ամեն ինչ վերանորոգված է, մաքուր է, պուպուշ է, լավն է ու ամեն բան իսկապես էլ էթնո է։ Մեզ դիմավորում է Սամվելը։ Սամվել ճապորչի։ Ողջույն, խնդրեմ համեցեք, այ ձեր սենյակը, ունենք հրաշալի պատշգամբ, որը նայում է Ռիժկովի պողոտային։ Այստեղ առկա են ջուր, սուրճ, թեյ, շաքարավազ անսահմանափակ քանակությամբ եւ անվճար։ Երկու հոգու համար նախատեսված սպասք, եթե դրսից ինչ-որ խմիչքներ կցանկանաք ներս բերել, դրա համապատասխան պակալներն էլ կարող ենք տրամադրել։ Երկտեղանի մարճակալ է, ամբողջովին փափուկ, այս կողմում կոշիկի խնամքի պարագաներ, եւ սեյֆ։ Երկու հատ ծածկոց, պատշգամբում նստելու դեպքում կարող եք վերցնել օգտագործել։ Բարի, իսկ ցուրտ է լինում գիշերները։ Սովորաբար Գյումրիում այո։ Այստեղ ունենք փոքր գրասեղան աշխատանքների համար։ Կահույք, բաց։ Սամվել, ինձ գիտես ինչը դուր եկավ, այս ընդհանուր դիզայնը համ լոֆթ ոճի է, համ էլ էթնո ոճի է, բայց դրանց ոսկե միջինն է։ Հատուկ ձեռքի աշխատանք է տարված, սա կարելի ասել մեր լոգոն է, բարձի վրա, ինչպես նաև այնտեղ է առկա, ինչպես նաև պատերի վրա։ Պատերի վրա, սա մեր լոգոն է, ինքը ձեռքի աշխատանք է։ Յուրաքանչյուր սենյակ ունի իր առանձին լոգախցիկը, իր սան հանգույցը։ Սամվել, սա տեխնիկային ուշադրություն դարձրեցի, համ հինա, համ նորա։ Այո, սանտեխնիկան նույնպես հավաքված է էթնո ոճի, համապատասխանում է մեր հյուրանոցի անվանն ու սենյակի դիզայնին։ Եվ վերջում ջերմաստիճանը կարգավորվում է այստեղից։ Շատ լավ։ Համաձայն ձեր ցանկությունների ու նախասիրության։ Հարցեր կա։ Չէ, Սամվել ջան, ամեն բանն այն որ բացատրեցիր, ասեցիր, մնում է միայն վայելել ես ամեն։ Դե ձեզ մաղթում եմ բարի հանգիստ։ Մերսի շատ։ Խնդրեմ ձեր բանալիները։ Մերսի։ Բարի հանգիստ։ Շնորհակալություն Սամվելին սենյակին ծանոթացնելու համար։ Դե նախապատրաստվենք արդեն գիշերվան։ Կհանդիպենք վաղը առավոտյան Նախաճաշի տեսարանի շուրջ։ Բարի գիշեր։
Կիրով փողոցի սրտից, էթնո հոթելից բոլորիդ ասում ենք բարի լույս ու բարի առավոտ։ Հյուրանոցը, որը ընտրել ենք, ունի առանձնահատկություն։ Նախաճաշը հյուրանոցում չի, հենց դիմացի ափն է, Իաղլի հաուսում։ Սնվենք։ Դե ինչ, սիրելի հեռուստադիտող ու տուրիստներ, մի քանի չափաբաժին երջանկություն, ինչը իմ առավոտը դարձնելու է ժպիտով, որովհետև առավոտյան նախաճաշը ոչ թե ցանկալի է, այլ պարտադիր։ Հիշեցնեմ, որ ձեր վճարած սենյակի գումարի մեջ էթնո հյուրանոցում մտնում է նախաճաշը, այսինքն հավելյալ գումար վճարել պետք չի նախաճաշի համար, եթե երկրորդ, երրորդ տաք ուտեստ առավոտյան ձեր ստամոքսը չի պահանջում, եթե պահանջի հավելյալ պետք է վճարեք։ Ձեզ մի քանի տարբերակներ կառաջարկեն, ես ընտրել եմ ձվածեղ ոլորով։ Երկրորդ ճանապարհորդական օրվա գրաֆիկը արդեն պատրաստ է, գիշերը քննարկել ենք թիմով, Գյումրու սահմաններից դուրս չենք գա։ Այսօրվա նկարահանումները կլինեն հենց քաղաքում։ Բոլորիս գեղեցիկ բացահայտումներ։ Բարի առավոտ։ Լավ նախաճաշից հետո պատրաստ ենք ֆանտաստիկ, բոմբաստիկ բացահայտումների։ Սիրելի տուրիստներ, Գյումրին ունի թաքնված շերտեր, ինչի մասին ինֆորմացիա, չունի թերևս մարդկության ստվար զանգված։ Այնինչ առաջարկում ենք face control-ի միջոցով բացահայտել այդ շերտերը։ Հիմա այս հին շինության տարածքում ենք ու եթե ուշադրություն դարձնեք, հարթ չի ներքևի հատվածը ֆունդամենտային, այսինքն ինչքան գնում ես, բարձրանում ես վերև, հասկանալի է, չէ, այսքան հատվածը եղել է ավտոտնակ, հետո մարդիկ սկսել են փորել ու հայտնաբերել են թունել։ Ինչևէ, մենք գտնվում ենք Ինչևեում և թունել մտնելու համար պետք է նախապատրաստվել։ Այս հարցում մեզ օգնում է մեր հաղորդման գործընկերը, մեր լավ բարեկամը, Պապիրուս ընկերությունը, գրպանի անձեռոցիկ անպայման վերցրեք ձեզ հետ, ինչպես նաև կոշիկների համար նախատեսված խոնավ անձեռոցիկ։ Սեզոնը բացված է բացահայտումների ու արշավների, հաստատ պետք է գալու։ Կոկիկ տեսքը միշտ խրախուսվում է։ Պապիրուս, որքան շատ, այդքան լավ։ Դավիթը մտածել է մեր չոր լինելու մասին, այսինքն այստեղ կան ռեզինե սապոգներ, շնորհակալ եմ Դավիթ ջան, հիմա պատկերացնում եք, չէ, մենք ինչ զոհողությունների ենք գնում հանուն ձեզ, որպեսզի ձեր ճանապարհորդական երթուղիները Գյումրիում կրկնվող չլինեն, ծեծված չլինեն, լինեն հետաքրքիր։ Ես պատրաստ եմ, ծնկները կարելի է բացել, որպեսզի այդ հանդուգն ջուրը կամ ջրի զանգվածը, եթե որոշի սողոսկել այս ռեզինե սապուկներից ներս, տաբատս փրկվի, փրկենք։ Տարիներ առաջ, հիմա չէ, ծառայել է այս թունելը որպես ջրամատակարար, գնացի։ Ինչեր ասես, որ չեն անի ամբողները խելակարված։ Բայց ես ճաղ եմ։ Չեմ տեղավորիստ։ Պատկերացնում ես մոսնել մեանա ինձ։ Կդորնանք երկու ճաղ, նեղ թունելում։ Ոնց որ տեղավորվեցի։ Ասմա վինի թուխը մտավ և խոստացավ դուրս գալ եմ տեղի։ Հիմա ինը, թե չխոստացավ դուրս գալ։ Քեզ բոն։ Սգում ես։ Ջերմաստիճանը սառն է, անկեղծանալ, ասեմ, մինուս չի, բայց տենց 4-5-6 աստիճան, հա, չմոռանաք վերցնել լայֆ հակը, դեռ անվճար է, ես գիտեք ոնց ավելի շատ կհետաքրքրի արկածներ փնտրող, հնությունը բացահայտող տուրիստներին, ինձ օրինակ հետաքրքիր է, մոս քեզ, հա, այսինքն ես էլ եմ սգելու, չեմ կարասեմ արի, վայքու, ես ինչքան, բայց, լսի ոտքերի տեղեր կան, կարանք էդ ոտքի,
Արի։ Բայց քսարն, լսի, այս այդ ոտքերի համար նախատեսված տեղերն են, գուցե սենց պետք է գայինք, բայց բոյս 1.80 m քանիս հնարավոր չի։ Վերևից սեղմում է առաստաղը, ջուրը գնաց ապակնի միջ, չգամ էլի, հերիքա։ Եյո կարի դիք, ինչ որ հետաքրքիր է։ Ստե բարձրանում արի։ Ես քեզ ասեցի, չէ՞ որ մինուս է, դու ինձ ասում էիր, որ չէ, 4 աստիճան է։ Մինուս չի կարելի, մինուս։ Ոտերը սառել է։ Նայ, մինուսի դեպքում ջուրը սառույց է։ Հա։ Բայց ցածր է ոնց է։ Ցածր մինուս է։ Դե բա խմելու ջուրը ինչ եք ուզում, տաք լինի։ Մամա, ոնց ստեղ։ Եկեք անկեղծանամ ու ասեմ ինչու ընտրեցինք այս էպիզոդը հաղորդման մեջ ձեզ ցուցադրելու, որովհետև սկզբից գիտեինք, որ այս թունելները գաղտնուղիներ են ու այս գաղտնուղիները արևմտյան եւ արևելյան Հայաստանները միացրել են իրար։ Այսինքն Գյումրիից կարողացել են մարդիկ գնան Կարս։ Արդյունքում պարզվեց, որ չէ, օդի մեջ խոսակցություններ են լեզվից լեզու անցած ու բուն նպատակը այս թունելի ջուրը A կետից B կետը հասցնելն է, խմելու ջուրը։ Այ, լսի կավատակը ոնց որ ու սգում եմ, անիմաստ։ Պատմության այս հատվածն էլ է հետաքրքիր, երբ Գյումրիում ստեղծվել են արդեն ճանապարհները, այս ջրատարները սկսել են աշխատանքների խանգարել։ Դրա համար կեսը փակել են, շիպեն են լցրել, կեսը մնացել է, այդ մնացածների խորքերում ենք հիմա մենք գտնվում, մնացածներից մեկի ցույց եմ տալիս առաջին ու վերջին անգամ, ջուրը ոնց ենք դատարկում սափուկից, ռեզին է, ոտդ բարձրացնես վերև ջուրը, վերջ, ստեղ էլի խորանում է, ոչինչ, մենք հաշվի չէինք առել մի բան, դու բոյով չես, իսկ ես բոյով եմ, բայց ես ես ասեմ, պետք է, եկեք, տեսեք, բացահայտեք, նախ էպիկա, երկրորդը հետաքրքիր է, ինչ խոսք, ի վերջո, սա Գյումրու լրիվ ուրիշ շերտ է, ես կասեի իրական շերտ, ակվիդուկ, նկուղային, ես ձեր եղնուբելինձը, ես էլ այս պայմաններում ոչ թե հրաժարվում եմ աշխատեմ, այլ աշխատում եմ։ Որ ասեմ տենց վատեր չէ, ինքը կայֆ փորձառություն է ու ապրես ամբողջ մի կյանք ու նմանատիպ թունելների մեջ չմտնես, այդ կլինի հանցագործություն։ Այս մեկ վերջ արկածաշատ ուղղվածությանը փոխարինում է արդեն արվեստաշատ ուղղվածությունը, ինչի մեջ մտնում է թատրոն, կինո։ Ես այն երջանիկներից եմ, ով առիթ է ունեցել ծանոթ լինելու Ֆրունզիկի եղբոր հետ, Ալբերտ Մկրտչյանի, ով հանդիսանում էր իմ դիպլոմային աշխատանքի ղեկավարը, բայց եթե ես չեմ անձնապես ճանաչել Մհեր Մկրտչյանին, չի նշանակում, որ ես հիմա այս վիրտուալ ճանապարհորդությունը անելով չեմ ճանաչելու նրան, որովհետև ներսում ամեն ինչ շնչում է Մհեր Մկրտչյանով։ Եվ յուրաքանչյուր տունեք այդ հնարավորությունը։ Արժեքը 700 դրամ, գումարած գիդի ծառայությունը ռուսերեն եւ հայերեն 1000 դրամ։ Ալեքսանդր ջան, բարի ողջույն։ Մենք նախապես պայմանավորվածություն ունենք ձեզ հետ։ Մի փոքր տենց լավ էքսկուրսիա կազմակերպենք։ Քեզ սառը սուրճ Ռիո Գրանդեից համ կվայելենք, համ էլ ընթացքում շատ ավելի լավ կկազմակերպենք էքսկուրսիան։ Համեցեք։ Շինությունը, որի մեջ հիմա մենք գտնվում ենք, Ֆրունզի տունը չի եղել, այստեղ ժամանակին եղել է Ֆրունզի սիրած խաշարանը, որտեղ սիրել է հաց ուտել Ֆրունզը։ Տանը, որտեղ որ նրանք բնակվել են, ամբողջ բնականից նրանց ընդամենը մի սենյակն է պատկանել, բնակելի շենքի երկրորդ հարկում ռուսականեն ասած
կոմունալ կեկը որ կան։ Այնտեղ էլ ինչպես հասկանում եք հնարավոր չէ էլի ամեն ինչ վերածել թանգարանի։ Այստեղ որոշ ֆիլմերի հերոսների հագուստներն են, օրինակ Արի գուշակենք։ Ընտրեմ։ Լավ գրած Գրիգոր աղայի հանդերձանքն է։ Իմիջիալս ֆիլմը այս թաղամասում է նկարահանված, հենց որ թանգարանից դուրս եկա, գիտեցեք որ կտորը երկինքը ֆիլմի նկարահանման վայրում եք, բարի բուն իմաստով։ Իսկ ո՞նց եղավ, որ հայտնվեց այս երաժշտական գործիքն այստեղ։ Դե շնորհիվ հայ ֆիլմի եւ մի քանի շատ լավ անձնավորությունների այսօր արդեն երաժշտական գործիքը նվագախմբի տղաները ֆիլմից յուրաքանչյուր հյուրի համար հասանելի է թանգարանի։ Լսի տակառիկը։ Այո, այս ֆիլմը նկարահանված է Խորհրդային Հայաստանի ոստիկանության պատվերով եւ համենայն դեպս այն ժամանակ նախատեսած էր, որ ֆիլմը քարոզչական բնույթ պետք է ունենա, էլի։ Ես այն երջանիկ մարդկանցից մեկն եմ, ով հնարավորություն է ունենում։ Այո։ Այս տակառիկը ձեռքին ասելու ես ամուր եմ սա իմ տակառիկն է կրպտակ։ Առաջանակ։ Խնդրեմ։ Թանգանում է նաև հարդասեղանը, որը մեզ բերել են Սունդուկյանի թատրոնից, դե երկար ժամանակ Ֆրունզը հենց մայր թատրոնի դերասան էր 53-ից մինչև 78 թվականները եւ հենց այստեղ Ֆրունզը հարդարվում էր, պատրաստվում էր, որ կարողանար բեմ բարձրանալ։ Կարելի է։ Դուք հիմա նստում եք այնտեղ, որտեղ որ Ֆրունզն է 53-ից մինչև 78 այո։ Այս արդեն հանդերձանքներն են, հա։ Այո, նույնպես որոշ թատերական հերոսների, կերպարների հագուստներն են, Մերկուցիոյին է Ռոմեո եւ Ջուլիետ ներկայացումից, բայց բոլոր մեր ունեցած թատերական հագուստներից մենք այս մեկը միշտ առանձնացնում ենք։ Հենց այս հագուստով Ֆրունզը վերջի անգամ է բեմ բարձրացել 1992 թվականին Հացթուխի կինը ներկայացման ժամանակ։ Այս հոգևոր անկյունը ինչ նշանակություն ու դեր ունի։ Տեսեք, Ֆրունզը գնաց դեկտեմբերի 29-ին 93 թվականը եւ այդ օրը դեկտեմբերի 29-ին գյումրեցիները չեն կարող գնալ Կոմիտասի Պանթեոն, այս հողը, որը դուք տեսնում եք, մենք այնտեղից ենք բերել։ Ամեն տարի եւ դեկտեմբերի 29-ին եւ հուլիսի 4-ին մենք թանգարանում մի շարք միջոցառումներ են կազմակերպում նվիրված Ֆրունզի հիշատակին եւ հողը մեզ պետք է որ կարողանանք ինչ-որ կապ հաստատենք Կոմիտասի Պանթեոնի հետ։ Սա երևի նվերներից ամենահետաքրքիրն է, որտեղ ձեռքի աշխատանք չէ, ծառի արմատ է։ Այնպես որ դուք այն տեսնում եք, այդպես էլ տամբովից կդել են։ Այսինքն ոչ մի ձեռակերտ բան չկա։ Միայն այստեղից են կդրել, որ կարողանան ծառից անջատեն եւ բնականաբար մաքրել են լակով են պատել։ Այստեղ խնդրեմ քիթը, աչքերը, բերանը։ Նման էլ է։ Այս կողմում նաև իմ ամենասիրած ցուցանմուշն է, ես ցույց ցույց տամ։ Գիտեք, թանգարանային բոլոր ցուցանմուշները սպասարկվում են, խնամվում են, եթե կարիքը կա ռեստավրացիային ենթարկում, բացի այս թաշկինակից։ Պատճառը։ Պատճառը այն է, որ տեսեք, այս թաշկինակը Ֆրունզը իր կյանքի վերջին մի քանի շաբաթն է օգտագործել եւ մեր մոտ այսպեսի մի գաղափար ծագեց, որ ճիշտ կլինի Ֆրունզի արդյունքները, որը նա թափել է իր որդու համար, իր քրդինքը, որը նա թափել է արտիստական թատրոնի բեմի վրա, ավելի լավ կլինի, որ մնա։ Լավ եք մտածել։ Բայց գիտես Ալեքսանդր, չեմ ուզենա, որ այս նոտայի վրա եզրափակենք, ես ոնց հասկացա, ներքևում կինոդիտման սրահել ունենք առանձին, որտեղ ցուցադրվում են Ֆրունզի եւ գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր։ Գնանք մի բան ընտրենք նայենք։ Սիրով։ Տեսեք, մենք ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք եւ հիմա ներկայացին արդեն ֆիլմը գնում է։ Այսօր մեր մոտ Ալի Բաբան եւ 40 ավազակներն են։ Լրիվ Ալի Բաբային կարի, արի։ Ոչինչ որ նստենք ստե։ Քննեմ իհարկե։ Ալի Բաբան եւ 40 ավազակները ֆիլմը այն ֆիլմերից մեկն է, որը Ֆրունզի պրոֆեսիոնալ գործունեության աշխարհագրությունը ավելի արդեն լայնացել է դեպի համաշխարհային կինեմատոգրաֆիա։ Տեսեք, ներկայացին Ֆրունզի վերջի հետմամրցանակներից վերջինը հենց հնդկական է։ Անցյալ տարի ապրիլի 13-ին Ալի Բաբան եւ 40 ավազակները ֆիլմի ռեժիսորը Օմեշ Մեխրան հենց հատուկ Ֆրունզի համար ուղարկեց Eagle ֆիլմի մրցանակը, որի վրա գրված է, որ շնորհակալություն է հայտնում, որ Ֆրունզը մեծ ներդրում է ունեցել այդ ֆիլմի հաջողության գործի մեջ։ Հուսով եմ ձեր դուրը եկավ։ Շատ
Գյումրիում ավելանում են ինֆրաստրուկտուրաները, սնկի պես աճում են, հասկանում եք, եւ համտեսի տեսարանը այս անգամ մենք որոշեցինք նկարահանել քաղաքում, բայց քաղաքից դուրս, այսպես ասեմ։ Զուրնա ռեստորանային համալիր։ Ունենք մի քանի տաղավարներ։ Մեծ տաղավարը նախատեսված է ձեր կորպորատիվ միջոցառումների համար։ Այնտեղ տեղավորվում են 100 պայթի տրակի 105 անձ, իսկ միջին տաղավարներում 12-ից 20 անձ, կան նաև ավելի քիփլիկ տաղավարներ 8 անձի համար նախատեսված, ընկերներով, ընտանիքով, բարեկամներով, եկեք ու վայելեք։ Մենք ընտրել ենք 12 անձի համար նախատեսված տաղավարը, ոնց ասում են, զորնան փչեց, face control-ն է եկել։ Տեսեք, ես ուզում եմ խոսել իմ առաջին տպավորություններից։ Ինքը ավելի շատ հանգստի գոտի է, որովհետև այս կանաչները, այս գազոնները, այս բնությունը խոսում է դրա մասին։ Ընտանիքով գալիս ես ու իսկապես էլ լիցքաթափվում ես։ Ճոճաթոռներ, տեսարան դեպի Արագած, Հովիկ, Զովիկ, սնահավատության հետ չկապեք, բայց ես սիրում եմ 7 թիվը ու ընտրել ենք թիվ 7 տաղավարը։ Լսի, ոնց որ սեփական տուն լինի։ Փափուկ կահույք, պլազմա ու ինդիվիդուալ սանհանգույց, գայթակղությանը չեմ դիմանա, պիտի բացեմ։ Ռուսն ասում է շիկ, բլեսկ, կրասատա, հայն ասում է շքեղություն, փայլ, զուրնա։ Եվ այսպես, տիկնայք և պարոնայք, սիրելի տուրիստներ, առաջարկում եմ սկսել, ուզում եմ խոսել հացի տեսականուց, եգիպտացորենի ալյուրով թխված հաց, բաստուրմայով թխված հաց, բոքոն և գորշ հաց։ Տեղում է թխվում ամենը, այնպես որ կփորձենք։ Ուզում եմ խոսել խճողակից, ինչը դրված է կարտոֆիլի գաթայի վրա։ Այսպես ձևակերպեմ, որովհետև կարտոֆիլը քերիչով անցկացրել են, հետո այդ ամեն ինչը տապակել։ Հորթի միս, թթու վարունգ, շամպինյոն սունկ և դեմիգլաս սոուս և ռեժան։ Պիտի որ շատ համով լինի։ Ախոշելի է։ Ինչ որ ծխեցված համ եմ առնում, յուրահատկություն է։ Դրան գումարած թեթև տենց նուրբ կծվություն, ինչը ձեր ախորժակը գրգռելու է։ Պատրաստ եղեք, որ այս մի չափաբաժնով չեք եզրափակվելու։ Մենք ոնց որ ժլատություն ենք արել ու մի հատ ենք պատվիրել։ Բերանիդ մեջ հորթի միսը հալվում է, շամպինյոնը հալվում է։ Միակ խրթխրթացող բանը այդ թթու վարունգն է, գժություն։ Սպասարկումն էլ է ինձ դուր գալիս։ Երկու մատուցում։ Փորձում ենք լեզու, հիմա կհասկանանք տապակած, խաշված, սոուսի մեջ է, սունկել կա, սերուցքային սոուս ու առատ կանաչեղեն։ Տակդեղ նույնպես կար։ Գիտեք ինչ տենց տպավորություն է, որ դու լեզու չես ուտում, որովհետև դոմինանտը այս պարագայում սերուցքային սոուսն է։ Բայց դե բոլոր դեպքերում համեղ է, ես ասեմ։ Շեֆ Խոհարարին անձնապես չեմ ճանաչում, բայց հետաքրքիր իմպրովիզներ է արել։ Եթե մտնեք մեկ այլ ռեստորան, համոզված եմ, որ որպես սառը խորտիկ բերելու են ձեզ լեզու, բայց այս պարագայում մերձեցրել են լեզուն սոուսով ու դարձել է այդ ամենը հեքիաթային։ Ես ձեզ ասեմ, զարմացած եմ, ուրեմն խոզի մաչա սրունքն է, այսինքն ծնկից ներքև ընկած հատվածը, խաշած կարտոֆիլը և սպանախը բլենդերով անցկացրել են ու դարձել է, ահա, այսպիսի հետաքրքիր գույնով զանգված, արի զանգված։ Դրախտային վայելքներ են, ես ոչ թե հիմա սնվում եմ, ես վայելում եմ ու ուզում եմ, որպեսզի այս վայելքները երկար տևեն։ Մոռացա հացի մասին էսի։ Բաստուրմայով հաց սա էր, չէ՞, ոնց որ։ Բաստուրմայով հաց։
կամ մսի կտորներն են, կամ չամանի կտորներն են։ Հիմա կհասկանամ։ Լսի, այս հացը քեզ անջատում է։ Լուրջ եմ ասում, այնքան համով է։ Նենց էլ հաճելի է խրթխրթում։ Անդադ ուզում ես ուտել։ Մեր հաղորդումը մոտեցավ իր տրամբարանքան ավարտին։ Ես մտածում էի կադրից դուրս կշարունակեմ այս ընթացքը, բայց ստացվում է չէ, որտեղ շատ համով է, անկեղծ։ Գիտեք ոնց գումար մի խնայեք, որովհետև սա վայելք է։ Այստեղ որ ասեմ ցածր գներ են, սուտ կլինի, որ ասեմ չափից դուրս բարձր գներ են, դա էլ սուտ կլինի։ Եկեք սենց մի հատ ստորագրություն թողնեմ, որակ գին համապատասխանում են իրար։ Ես պատրաստվում եմ շարունակել իմ ընկերների հետ այս տրապիզը, ձեզ ասում եմ հաջողություն, կհանդիպենք շատ շուտով։ Եկեք։